Ուրեմն նայ, ամեն ինչ շատ հեշտ է։ Վերցնում ես կապույտը եւ վերադառնում ես քո սովորական կյանքին, կարգ ու կանոն, կարգապահություն, թե առանց շաքարի, ամեն ինչ այնպես ինչպես պետք է։ Վերցնում ես կարմիրը եւ հայտնվում ես 20-րդ դարի Փարիզում, գիշեր, բարեր, աբսենտ, կանայք, որոնք լիովին կփոխեն քո կյանքը։ Ես տենց էլ գիտեի։ Այսօր դու ընտրեցիր ոչ թե քո համար հարմար իրականությունը, այլ ընտրում ես իմանալու, թե ինչպես է մի մարդ մեկ ընդմիշտ փոխել արվեստի պատմությունը, իսկ այդ նկարչի անունն է Պաբլո Պիկասո։ Չգիտեմ նկատել ես թե չէ, բայց 20-րդ դարից սկսած արվեստը կամաց սկսեց անցնել այն սահմանը, որ կարելի էր անվանել հասկանալի։ Հաստատ եղել է, չէ, որ քո ծանոթ նկարիչներից մեկը հրավիրի քեզ իր ցուցահանդեսին ու խնդրի կարծիք հայտնել իր աշխատանքներից մեկի մասին։ Իսկ նկարը օրինակ սենց տեսք ուներ։ Դու մի կողմից մտածում ես, որ փոքր ժամանակ դու էլ ես սենց բաներ նկարում, բայց ոչ ոք դա պատկերասրահներում չէր կախում։ Մյուս կողմից հասկանում ես, որ դու ինքդ այդպիսի բաներից գլուխ առանձնապես չես հանում։ Նույնիսկ դժվարանում ես ասել լավ է, թե վատ, ու վերջում միայն կարողանում ես ասել շատ լավ է։ Անհարմար է, չէ՞։ Դե, շտապում եմ քեզ ուրախացնել, որովհետև այս հաղորդումը հենց քեզ համար է։ Քանի որ այսօր մենք ոչ միայն կպատմենք այս անհասկանալի արվեստի եւ դրա հիմնադիրներից մեկի Պաբլո Պիկասոյի մասին, այլև կփորձենք քեզ հետ միասին հասկանալ, թե ընդհանրապես ինչպես վերաբերվել ես ամենին։ Չեմ խոստանում, որ դա մեզ մոտ կստացվի, բայց մենք կփորձենք։ Այսպիսով սկսենք ամենասկզբից։ Պաբլո Պիկասոն ծնվել է 1881 թվականի հոկտեմբերի 25-ին Իսպանիայի հարավում գտնվող Մալագա քաղաքում։ Ընդհանուր առմամբ, եթե օբյեկտիվ նայենք, մինչ այս էպիզոդը քննարկված բոլոր նկարիչների համեմատ Պիկասոն հավանաբար ունեցել է ամենաառողջ մանկությունը։ Սկսենք ծնողներից։ Նրանք շատ լավն էին։ Մայրը օրինակ ամեն երեկո Պաբլոին քնեցնելիս պատմում էր հեքիաթներ, որոնք ինքն էր հորինում օգտագործելով օրվա տպավորությունները։ Իսկ հայրը նկարիչ էր, որը հենց նկատեց Պաբլոյի մեջ նկարչության հանդեպ սերը, անմիջապես սկսեց օգնել նրան զարգացնել իր տաղանդը եւ ոգեշնչել նրան։ Եվ ահա, մի գեղեցիկ օր, երբ Պաբլոն արդեն 13 տարեկան էր, նա նկարեց կտավ, որին նայելով հայրը հասկացավ, որ այլևս ոչինչ չունի սովորեցնելու իր որդուն, նվիրեց նրան իր վրձինների մեծ հավաքածուն եւ ուղարկեց Բարսելոնա սովորելու։ Իրականում նա ծնվել էր բավականին հետաքրքիր ժամանակներում, այսպես ասած, էքսպերիմենտների ժամանակներում։ Գիտես, տենց Պիկասոյի ծննդից 55 տարի առաջ եղավ մի պահ մարդկության պատմության մեջ, երբ համաշխարհային գեղարվեստական համայնքը բախվեց մի շատ տհաճ եւ վիրավորական բանի՝ լուսանկարչությանը։ Այն ամեն ինչ փոխեց։ Նկարիչները շոկի մեջ էին, նրանք չգիտեին թե ինչ անեին։ Շատերի համար դա ընդհանրապես վերջն էր, քանի որ մինչ այդ պահը նրանց հիմնական զբաղմունքը այն էր, որ երկար, ծանր տարիների աշխատանքների արդյունքում կարողանային մարդուն կտավի վրա պատկերել այնպիսին, ինչպիսին նա կա, ինչը լուսանկարչական ապարատով ստացվում էր շատ ավելի ճշգրիտ, արագ եւ ամենակարևորը էժան։ Եվ այդ պահից սկսվեց արվեստի վերաիմաստավորման սահուն process-ը։ Եվրոպայի տարբեր կետերում սկսեցին ծիլ տալ տարատեսակ իզմեր, էլ իմպրեսիոնիզմ, կլուազոնիզմ, դիվիզիոնիզմ, վերջի վերջո պոստիմպրեսիոնիզմ եւ սեն շարունակ։ Եվ ահա, երիտասարդ Պիկասոն նայեց այդ ամենին, ասաց՝ ես էլ եմ տենց ուզում, վերցրեց իր ակադեմիական ընկեր Կարլոսին ու միասին գնացին Փարիզ ստեղծելու իրենց սեփական իզմը։ Հասնելով Փարիզ, նրանք հաստատվեցին Մոնմարտրում։ Մոնմարտրը, եթե մոռացել ես, տենց մի հետաքրքիր վայր էր, որտեղ ապրում էին արվեստագետներ, բանաստեղծներ եւ պարզապես լավ ժամանցի սիրահարներ։ Այստեղ մեր հերոսները վարձակալեցին արվեստանոց եւ սկսեցին ակտիվ ստեղծագործել ու աստիճանաբար ընդգրկվել տեղի բոհեմական կյանքում։ Ընդհանուր առմամբ, գործերը բավականին լավ էին, ստեղծագործական կյանքը առաջ էր գնում, նրանց տրամադրությունները բարձր էր, միայն թե փող չունեին։
Նրանք ապրում էին շատ աղքատ, ընդ որում ռեկորդային աղքատ։ Որպեսզի մոտավորապես պատկերացնես աղքատության աստիճանը, նրանց արվեստանոցում սեղաններ եւ պահարաններ չկային։ Դրա փոխարեն նրանք նկարել էին պատերին այդ սեղանները եւ պահարանները։ Ցավոք փողի հետ այդ նույնը չէր կարելի անել, գոնե օրինական ճանապարհով։ Այդ պատճառով էլ Պիկասոն իր նոր ընկերների հետ փորձում էր տարբեր մեթոդներ ինչ որ ձև գումար վաստակելու համար։ Օրինակ, ըստ հին փարիզյան շշուկների, մի անգամ Պիկասոն եւ նրա ընկեր Մաքս Ժակոբը հատակին նստած մտածեցին, թե ոնց կարելի է ներթափանցել բարձրաշխարհիկ հասարակություն եւ հորինեցին մի հետաքրքիր լեգենդ արվեստագետ արիստոկրատ Դոն Պաբլոյի մասին։ Պիկասոն ստանձնեց Դոն Պաբլոյի դերը, իսկ Ժակոբը նրա քարտուղարի եւ թարգմանչի։ Նրանք տարբեր պատկերասրահներ էին ուղարկում նամակներ, որոնցում գրված էր, որ ախտերս Դոն Պաբլոն ցանկանում է համագործակցել ձեր հետ։ Որոշ ժամանակ այդ մեթոդը լավ աշխատում էր, մինչև այն պահը, երբ Ժակոբը սկսեց խառնել Դոն Պաբլոյի կենսագրությունը իր կենսագրության հետ։ Բացի նման մարքեթինգային արշավներից, Պիկասոն ակտիվ կերպով փնտրում էր իր սեփական ոճը։ Օր ու գիշեր անցկացնում էր տարբեր էքսպերիմենտներ, ոգեշնչվելով Սեզանի եւ Էլ Գրեկոյի աշխատանքներով։ Եվ մինչ Պիկասոն զբաղված էր նման կարևոր հարցերով, նրա ընկեր Կարլոսի մոտ գործերը մի փոքր ավելի տխուր էին։ Նա սիրահարվել էր Ժերմեն Պիշո անունով մի աղջկա, որը նրանց արվեստանոցում աշխատում էր որպես բնորդուհի։ Ցավոք այդ սերը փոխադարձ չէր։ Այդ աղջիկը ամենձև ցույց էր տալիս, որ հետաքրքրված չի, բայց Կարլոսը հանձնվողներից չէր։ Նա փորձել էր բոլոր հնարավոր մեթոդները՝ բաննավոր, տեքստային, նկարչական, չգիտեմ, եկեղեցում մոմ վառածել կլիներ, բայց ցավոք պատասխանը միշտ նույնն էր։ Ոչ։ Եվ ահա, մի գեղեցիկ օր Կարլոսը հավաքեց իր բոլոր ընկերներին կլոր սեղանի շուրջ եւ մարդկայնորեն եւս մեկ անգամ խնդրեց Ժերմենին ամուսնանալ իր հետ։ Ստանալով բացասական պատասխան, նա շատ քաղաքավարի, ըստ բոլոր բարոյական օրենքների համաձայն, հանեց իր ատրճանակը եւ փորձեց սպանել Ժերմենին, իսկ հետո ինքն իրեն։ Բայց այստեղ մի փոքր իր պլանավորածով չգնաց։ Նա չսպանեց Ժերմենին, բայց 100%-ով սպանեց ինքն իրեն։ Իսկ այդ պահին Պիկասոն Փարիզում չէր։ Եվ երբ այդ լուրը հասավ նրան, այն շատ ցնցեց նրան, եւ նա ընկավ խորը դեպրեսիայի մեջ, ինչը սկիզբ դրեց նրա կյանքում նոր ստեղծագործական շրջանի, որը հետագայում կոչվեց Կապույտ շրջան։ Նման շրջաններ նա դեռ կունենա, եթե չեմ սխալվում, եւս 4 հատ, եւ դրանք բոլորը շատ տարբերվում են միմյանցից, թե ոճով, թե թեմատիկաներով։ Կապույտ շրջանը, օրինակ, մթնոլորտի տեսանկյունից ամենաազդեցիկներից մեկն է։ Ամբողջ շրջանը տոտալ անհուսության եւ դեպրեսիայի մասին է, բայց միևնույն ժամանակ զուրկ չէ խորությունից եւ սիմվոլիզմից։ Ոնց որ եթե Դոստոևսկին եւ Փարաջանովը միասին մնացած լինեին վերելակում եւ սկսեին նկարել պատերին։ Բացի ընկերոջ մահից Պիկասոն շարունակում էր ապրել ռեկորդային աղքատության մեջ։ Երբեմն հացի փողել չկար։ Կարելի է ասել, որ այդ շրջանում Պիկասոն մահվան մասին մտածում էր ավելի շատ, քան երբևէ։ Այսպիսի հաճելի մթնոլորտում մեր հերոսը ապրեց ոչ ավել ոչ պակաս 3 տարի, մինչ Պիկասոյի հետ տեղի ունեցավ մի շատ հաճելի բան։ Նա սիրահարվեց Ֆերնանդա Օլիվիոյին։ Այս իրադարձությունը նրա մոտ արմատապես փոխեց գոյության ընկալումը, դարձնելով այն ավելի դրական։ Նրա նկարների տոնայնությունը սկսեց աստիճանաբար փոխվել դեպի ավելի վառ երանգներ եւ սկսեց նրա վարդագույն շրջանը։ Այս շրջանի նկարները իրենց ավելի թեթև մթնոլորտի շնորհիվ սկսեցին վայելել որոշակի հաջողություն։ Կար նույնիսկ մի դեպք, երբ մի ամերիկացի ջենթլմեն եկավ եւ նրանից գնեց 30 նկար։ Արի մի հատ նայենք այդ նկարներից մեկը եւ փորձենք հասկանալ, թե ինչն էր նրան այդքան դուր եկել։ Այստեղ Պիկասոն պատկերել է ճամփորդող կրկեսի արտիստների։ Կտավի կենտրոնում ձեռքերը վեր բարձրացրած աղջիկ է, որը կանգնած է գնդակի վրա եւ փորձում է հավասարակշռություն պահել։ Իսկ նրա դիմաց խորանարդի վրա նստած է հսկա տղամարդ, հանգիստ ու անշարժ։ Պիկասոն միտումնավոր խախտում է մարմինների համաչափությունները։ Աղջկա կերպարը այնքան նուրբ է, որ կարծես օդում թռչի։ Մինչդեռ տղամարդու մեջքի մկանները ուռճացված են ծանր ու ամուր։ Սա այսպես ասած պոետիկ կոնտրաստ է, նրբությունը ընդդեմ ուժի։ Այս հակադրությունը ոչ միայն ֆիզիկական է, այլև խորհրդանշում է կրկեսային կյանքի երկու կողմերը՝ թեթև սահում կատարումները եւ դրանց հետևում թաքնված ծանր աշխատանքը եւ դիմացկունությունը։ Կտավի մեկ այլ հետաքրքիր շերտ է նաեւ Պիկասոյի խաղը երկրաչափական ֆիգուրների հետ։ Գնդակի կլորությունը, որը խորհրդանշում է անկայունություն եւ շարժում, հակադրվում է խորանարդի կոշտ անկյունային կառուցվածքին, որը կայունության եւ ամրության խորհրդանիշ է։ Այս ֆիգուրները պարզապես դեկոր չեն։ Դրանք ակնարկում են Պիկասոյի ապագա կուբիստական փորձարկումները, որտեղ նա կքանդի ֆորմաները ու
Առաջ չընկնեմ, բայց ասեմ, որ այս խորանարդը Պիկասոյի համար պարզապես նստարան չէր։ Հետևի պլանում մենք տեսնում ենք կին, երեխաների ձիու եւ շան հետ, որոնք կարծես կրկեսի ընտանիքի մի մասն են։ Սակայն ֆոնը դատարկ է, անապատային, առանց կրկեսի վառ գույների կամ կենդանի մթնոլորտի որևէ նշանի։ Պիկասոն միտումնավոր ընտրել է այս դատարկությունը, ընդգծելու կրկեսային արտիստների կյանքի մյուս երես, աղքատությունն ու դժվարությունները, որոնք թաքնված են բեմի փայլի հետևում։ Այս դատարկ ֆոնը նաեւ խորացնում է կոնտրաստը կենտրոնի դինամիկ կերպարների եւ հետևի անշարժության միջև։ Այս կտավը Պիկասոյի համար շատ թանկ էր, սակայն ֆինանսական խնդիրները ստիպեցին նրան վաճառել այն ամերիկացի գրող եւ կոլեկցիոներ Գերտրուդա Սթայնին, որը իր հերթին կախեց այն իր հյուրասենյակում, որտեղ այն կարող էին տեսնել նրա հյուրերը, որոնք հիմնականում, այսպես ասած, գեղարվեստական էլիտայի ներկայացուցիչներ են։ Կապույտ եւ վարդակույն շրջանները բավականին տարբեր են տրամադրությունների տեսանկյունից, բայց նկարչական առումով նենց չի սար ու ձոր են։ Ու նենց չի, որ արվեստի աշխարհում հեղափոխական նշանակություն ունեցան։ Բայց հաճախ փոփոխությունների համար հերիք է ընդամենը մեկ աֆրիկական դիմակ։ Պիկասոն առաջի անգամ տեսնելով դրանք շատ ոգեշնչվեց, այնքան ոգեշնչվեց, որ սկսեց զանգվածաբար լցնել իր արվեստանոցը նմանատիպ դիմակներով եւ արձանիկներով։ Նա այս իրերի ֆորմաների հետ սկսեց փորձարկումներ անել եւ արդյունքում նրա մոտ ստացվեց մոտավոր սենց բան։ Իսկ հիմա մի քիչ ավելի մանրամասն։ Ամեն ինչ սկսվեց պարզ մտքից՝ նկարել տեսարան հասարակական տնից։ Պիկասոն նկարեց, հետո նայեց թե ինչ է նկարել ու ասեց. «Չէ, մի բան են չի»։ Եվ շարունակեց փորձարկումներ անել, ու հենց այդ ժամանակ էլ նրան օգնության են գալիս աֆրիկական դիմակները։ Եվ նա մտածեց. իսկ ինչ եթե այս աղջիկներից մեկի դեմքը լինի սենց։ Իսկ հետո նման մի բան արեց կողքի աղջկա հետ։ Գումարած սրան, նա այս կանանց մարմինները նույնպես ենթարկեց փոփոխության, եւ նուրբ հարթ գծերը դարձան սուր եւ կոտրտված, ոնց որ քարից փորագրված լինեին։ Ճիշտ է, սա դեռ լիարժեք կուբիզմ չի, բայց հենց այստեղից էլ ամեն ինչ սկսվեց։ Այս ֆորմաները բացահայտելուց հետո Պիկասոն եւ նրա ընկեր Ժորժ Բրակը հասկացան, որ ոսկու հանք են գտել ու սկսեցին միասին փորձարկումներ անել, տարված լինելով այն մտքով, թե ինչպես կարելի է պարզ երկրաչափական ձևերը արվեստում ավելի էֆեկտիվ օգտագործել։ Ու եկան կուբիզմի գաղափարին։ Դրա էությունը հենց սա էր, որ աշխարհը կարելի է պատկերել ոչ թե այնպես, ինչպես այն երևում է աչքին, այլ այնպես, ինչպես այն կառուցված է։ Ավանդական մեկ դիտակետի փոխարեն Պաբլոն եւ Ժորժը փորձեցին առարկաները ցույց տալ միաժամանակ մի քանի կողմից։ Կուբիստական նկարչությունը նման է սենց մի բանի։ Պատկերացու վերցնում ես ինչ որ առարկա կամ մարդու դեմք, բաժանում ես այն պարզ երկրաչափական ձևերի ու իրարից անջատում ես դրանք, քանդում մասերի։ Ուղղակի բաժանելուց հետո դու էլ դրանք ոնց որ հետ չես միացնում իրար, այլ հենց այդպես էլ նկարում ես կտավի վրա։ Ու ամենահետաքրքիր պահը՝ դիտողը հետո պիտի մտովի դրանք հետ միացնի, որ կարողանա ճանաչել թե ինչ է նկարած։ Այս ամենի համար կուբիզմի այս վաղ շրջանը կոչվում է անալիտիկ կուբիզմ, որովհետև թե նկարելիս, թե դիտելիս վերլուծական աշխատանք է տեղի ունենում։ Իմիջ այլոց այստեղ կա մի փոքրիկ նրբություն։ Այս ամենը մի փոքր ավելի վաղ Պիկասոին մի նամակում գրել էր անձամբ մեծն Պոլ Սեզանը, որը Պաբլոին հուշել էր մոտավոր սենց մի բան. բնության մեջ ամեն ինչ կարելի է բաժանել 3 ձևի՝ գլանի, գնդի եւ կոնի։ Պիկասոն էլ որոշեց դա բառացի հասկանալ։ Լավ, իսկ ո՞նց ընդհանրապես առաջացավ կուբիզմ բառը։ Պիկասոն ու Բրակը հոնստած չէին իրենց արվեստանոցում ու նայելով իրենց աշխատանքներին ասցին ապե կուբիզմ։ Չէ իհարկե։ 1908-ին Բրակը որոշում է մասնակցել ցուցահանդեսի այս նկարով։ Իսկ ժյուրիի մեջ նստած էր եւս մեկ լեգենդ Անրի Մատիսը, որը երբ տեսնում է Բրակի գործը, ասում է Բրակը ուղարկել է նկար, որը ամբողջությամբ կազմված է կուբերից ու մերժում է այն։ Իսկ արտահայտությունը սկսում է տարածվել եւ այդպես էլ առաջանում է կուբիզմ տերմինը։ Մեր սիրելի հերոսները շարունակում են ստեղծագործել նոր բացահայտած ոճի մեջ, ստեղծելով բազմաթիվ աշխատանքներ։ Իմիջ այլոց հետագայում Պիկասոն սկսում է իր կտավների վրա կպցնել թերթեր, ստվարաթղթեր եւ այլ առարկաներ, եւ այդպես էլ առաջանում է սինթետիկ կուբիզմը։ Բայց Պիկասոն մենակ sense բաներով չէ, որ հայտնի է դառնում։ Այստեղ մեծ դեր է խաղացել նաեւ Մոնելիզա։ Ուրեմն Լուվրը, այդ հիմա է Լուվր, որ եթե ինչ-որ բանին մատի ծերով կպնես, քեզ 2 վայրկյանից արդեն կփռեն գետնին, կփաթեթավորեն ու կուղարկեն հետ Բանգլադեշ։ Իսկ այն ժամանակ այդ տարածքի անվտանգության համակարգը իրենից ներկայացնում էր 2 տարեցպահակ քրոնիկ քնի պակասով։ Ուստի զարմանալի չէ, որ ժամանակ առ ժամանակ այդ վայրից պարբերաբար անհետանում էին տարբեր մանր-մունր իրեր, ինչի վրա վարչակազմը հաճախ աչք էր փակում։ Բայց մի անգամ այնտեղից գողացան մի բան, որը ավելի արժեքավոր էր, քան ճտիկով գրիչը։
գողացան Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզան։ Բարձրացավ աննախադեպ սկանդալ, որում որոշակի դեր խաղաց նաև մեր գլխավոր հերոսը։ Նա կասկածյալներից մեկն էր, քանի որ Պիկասոն հենց այն անհատներից էր, որը սովորաբար գողանում էր այդ ճտիկով գրիչները։ Բայց Մոնա Լիզայի կորստին նա իհարկե ոչ մի առնչություն չուներ եւ նրան բավականին արագ ազատեցին։ Եվ հենց այս պատմության շնորհիվ է, որ Մոնա Լիզան գալիս է նայելու միլիոնավոր մարդիկ, իսկ Պիկասոն սրանից մի փոքր ավելի հայտնի դարձավ։ Բայց վերադառնանք Պիկասոյի շրջաններին, իսկ եթե ավելի կոնկրետ կուբիզմին, իսկ եթե մի քիչ էլ կոնկրետ, ապա նրա ավարտի մասին։ Քանի որ անսպասելիորեն Պիկասոյի կյանքում հայտնվում է մի կին, որը ամբողջովին փոխում է նրա կյանքը։ Այդ կնոջ անունը Օլգա Խոխլովա էր։ Նա ռուսական բալետի պարուհի էր եւ բնականաբար նրբագեղ ռուս պարուհուն դուր չէր գալիս այն միտքը, որ իրեն կնկարեն քանդած կուբիկ Ռուբիկի նման։ Այդ իսկ պատճառով Պիկասոն ստիպված էր ժամանակավորապես մոռանալ կուբիզմի մասին եւ դնել այն դարակի մեջ։ Իսկ իրականում նաեւ կուբիզմի ավարտի վրա ավելի շատ ազդեց առաջին համաշխարհային պատերազմը։ Հասկանում ես, մինչեւ 1914 թիվը այս մոդեռնիստ նկարիչները մոտավոր sense բաներ էին ասում։ Հին ավանդույթները պետք է մոռանալ, Պուշկինին եւ Բլոկին շոքենավից գցեք, մենք արվեստը զրոյից կսկսենք եւ այլն։ Իսկ առավել ջղային ֆուտուրիստները նաեւ պնդում էին, որ պատերազմը շատ լավ բան է եւ կմաքրի աշխարհը հնությունից։ Բայց սկսվեց մարդկության պատմության ամենամեծ մսաղացը։ Ու այս բազմաթիվ նկարիչներից շատերը ոչ միայն վախեցան, այլև հիասթափվեցին իրենց իսկ արվեստից եւ մեծ խոսալուց։ Հիասթափված ժամանակ էլ դե ինչ են մարդիկ անում, վերադառնում են ստուգված, մոռացած, բայց շատ հարմարավետ կարգ ու կանոնին։ Օրինակ Պիկասոյի պարագայում սա հանգեցրեց նոր շրջանի սկզբին, որը մեզ հայտնի է որպես դասական շրջան։ Հանկարծ նա սկսեց հետաքրքրվել վերածննդի արվեստով, նույնիսկ գնաց Իտալիա եւ հաջորդ 8 տարին նկարում էր բացառապես դասական։ Իհարկե մի քիչ Պիկասոյավարի դասական, բայց դասական մաներայով։ Ու իհարկե ինքը միակը չէր, ու առհասարակ այդ ժամանակ մոդեռնիստական արվեստը մի քիչ նահանջեց ու փոխարենը սկսվեցին ուրիշ։ Էլի ահագին հետաքրքիր բաներ։ Օրինակ սյուրռեալիզմը, բայց լավ, առաջ չընկնենք։ Անձնական կյանքում սկզբից ամեն ինչ լավ էր, սակայն զույգը որդի է ունենում, եւ կինը բնականաբար սկսում է ավելի շատ ժամանակ հատկացնել երեխային։ Ինչը կտրականապես դուր չի գալիս Պիկասոյին, քանի որ մեր մեջ ասած մեր արեգակնային համակարգի գլխավոր կենտրոնը իրականում նա էր։ Պիկասոյի զգացմունքները սկսեցին մարել, իսկ վերջին կաթիլը դարձավ այն, որ նրա կյանքում հայտնվում է մեկ այլ աղջիկ, որը այո, ամբողջովին փոխում է նրա կյանքը։ Խոխլովան վերցնում է երեխային եւ հեռանում, իսկ Պիկասո մոտեցավ այն դարակին, հանեց կուբիզմը, աչ ու ձախ նայեց եւ հասկացավ, որ արդեն վաղուց սկսվել է սյուրռեալիզմի դարաշրջանը եւ կարելի է նոր բան էլ փորձել։ Ինչը ընդհանուր առմամբ նրա մոտ բավականին լավ ստացվեց։ Պիկասոն ընդհանրապես կյանքի փոփոխությունները շատ լավ հասկացող կերպար էր։ Երբ նկարչության աշխարհում հայտնվում էր ինչ որ նոր միտում, նա բավականին վարպետորեն կարողանում էր բռնել այդ ալիքը, միաժամանակ չմոռանալով ավելացնել ինչ որ բան իր կողմից։ Դրա լավագույն օրինակն է 1937 թվականի Գերնիկա կտավը։ Ու ինչ ենք մենք այստեղ տեսնում, ինչ որ լիքը վախեցած մարդկանց դեմքեր, շշմած ցուլ ու ինչ որ գոռացող ձի։ Լավ, բայց ինչի։ Հիմա բացատրեմ։ Ուրեմն 1930-ականների վերջին Պաբլո Պիկասոն արդեն համաշխարհային աստղ էր։ Նրա նկարները աննկարագրելի գումարներով վաճառվում էին, իսկ փառքն ու հարգանքը նրանից անպակաս էին։ Բայց մինչ Պիկասոն ապրում էր իր երազած կյանքը, նրա հայրենիքում քաղաքացիական պատերազմ էր սկսվել։ Մի կողմից հանրապետական կառավարությունն էր, մյուս կողմից տխրահռչակ գեներալ Ֆրանկոն, որին աջակցում էր հիտլերյան Գերմանիան։ Պիկասոն հաճախ ասում էր՝ ես նկարիչ եմ, ես հետաքրքրվում եմ միայն արվեստով, բայց մյուս կողմից, ինչպես ասում էր դասականը, եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, ապա քաղաքականությունը զբաղվում է քեզնով։ 1937 թվականին Ֆրանկոյի օդուժը սկսեց ռմբակոծել Գերնիկան, բասկերի մայրաքաղաքը։ Քաղաքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել էր։ Սա առաջին անգամն էր, երբ ավիացիան այդպես դաժան կերպով ռմբակոծում էր խաղաղ բնակչությանը։ Ու դրան նույնիսկ ստեղծվեց անուն ահաբեկող ռմբակոծություն։ Թայմի թղթակիցը, որը դրա ականատեսներ եղել, հոդված գրեց եւ լուսանկարներ հրապարակեց։ Աշխարհը հիմնականում անտարբեր մնաց, բայց Պիկասոն ցնցվեց ու 3 շաբաթվա ընթացքում ստեղծեց երևի իր ամենանշանակալի գործերից մեկը, դրանում միավորելով կուբիզմի եւ սյուրռեալիզմի տարրեր։ Կուբիզմից վերցրեց ֆորմաների կոշտությունը, մարմինների կոտրտված գծերը, իսկ սյուրռեալիզմից մղձավանջային մթնոլորտը եւ խեղաթյուրված ֆիգուրները։ Էֆեկտը հսկայական էր։ Ամեն ինչ խեղված է, անկանոն, այնպես որ
նայողը նույնիսկ շփոթվում է, անհանգստանում, ճիշտ ինչպես պատերազմը հանգիստ չի թողնում ոչ մեկին։ Մենք հստակ տեսնում ենք այրվող տներ, ռմբակոծությունից փախչող կին, հատակին ընկած զինվոր, մահացած երեխային գրկած մայր։ Կան նաև կենդանիներ, աղավնին, որը իհարկե խորհրդանշում է խաղաղությունը, ու եթե ուշադիր նայես, կտեսնես, որ նա վիրավոր է, այսինքն խաղաղության վիճակը այդքան էլ լավ չէ։ Կա նաև ցուլ եւ ձի։ Ըստ որոշ արվեստաբանների, ցուլը խորհրդանշում է Իսպանիա, դրա համար է տենց շփոթված, իսկ ձին առհասարակ կյանքը։ Չնայած ինքը Պիկասոն կողմ չէր սեն սիմվոլիկ ընթերցմանը։ Շարունակենք։ Այստեղ կարող ենք տեսնել լամպ, որը կարող ենք նմանացնել մարդու կամ օրինակ Աստծո աչքին։ Ու դու կարող ես տեսնել, որ այս լամպը չի լուսավորում, բայց նրա կողքը կա մոմ, որից եւ տարածվում է լույսը։ Մոմը հաճախ մեկնաբանվում է որպես հույսի սիմվոլ։ Իսկ այ լամպի պահով մի հատ հետաքրքիր բան կա։ Իսպաներենում լամպը հնչում է որպես բոմբիլլա։ Ինձ թվում է արդեն հասկացար ակնարկը։ Ու հա, լավա չմոռացա, Գերնիկան սև ու սպիտակ է։ Շատերը հարցնում էին. ինչի՞։ Պիկասոն ասում էր, որովհետև պատերազմը գույներ չունի։ Ու նայելով կարող ենք տեսնել թերթի էլեմենտներ, իսկ այն ժամանակ թերթերը հիմնականում սև ու սպիտակ էին տպում։ Իսկ այս իրադարձության մասին Պիկասոն իմացել է հենց թերթերից։ Եվ որպես վերջաբան ասեմ, որ այս կտավը տարիներով չէր ցուցադրվում Իսպանիայում։ Պիկասոն ասել էր՝ իմ Գերնիկան չի վերադառնա Իսպանիա, քանի դեռ այնտեղ բռնապետություն է։ Միայն 1981-ին Ֆրանկոյի մահից հետո կտավը վերջապես վերադարձավ Իսպանիա։ Գերնիկան ճիչ է ընդդեմ պատերազմի, ֆաշիզմի եւ մարդկայնության կորստի։ Եթե քեզ թվում է, որ Պիկասոն այս ամենի վրա կանգ առավ ու գնաց արձակուրդ, այդ քեզ թվում է։ Նա շարունակեց ստեղծագործել։ Ու ես էլի հավեսով կպատմեի նրա մասին, բայց ինքը շատ երկար է ապրել, որպեսզի պատկերացնես 1970 թվականին Լոնդոնում Ջոն Դիքոնը, Ռոջեր Թեյլորը, Բրայան Մեյը եւ Ֆարուխ Բուլսարան ստեղծում են Queen խումբը, իսկ Պիկասոն մահացել է դրանից ընդամենը 3 տարի հետո։ Դենց որ նա շատ հանգիստ իր ջայլ ընկերուհու հետ, որը հավանաբար լիովին փոխել էր իր կյանքը, կարող էր գնալ իրենց համերգի։ Դե ինչ, այսօր այսքանը։ Սիրիր արվեստը, մի սպասիր ոգեշնչմանը, այն որպես կանոն ուշանում է։ Աշխատիր ամեն օր, ինչպես Պիկասոն, որ իր կյանքի ընթացքում հասցրել է այնքան նկարել, որ դու ամբողջ կյանքում չես կարողանա հաշվել, եւ վերջապես մի վախեցիր փոխել քեզ։ Այսօր դու ռոմանտիկ ես, վաղը կուբիստ, իսկ մյուս օրը մի մարդ, որը ամեն ինչ թողել է եւ գնացել է գյուղ կաղան պաճեցնելու։ Այսօր այսքանը, դու նայում ես Ռակատան, քո հետ էր Արայիկը, կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Show must go on. Chagall, Picasso, Velázquez, բոլորը գալիս են Ռակատա։ Լոտրեկ, Տինտորետո, Ռաֆայել, Դեգաս, Սեզան, Էնսոր, Սարգան, բոլորը գալիս են Ռակատա։ Բոլորը